Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքը դարձավ տարվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը ոչ միայն իր շքեղությամբ, այլև ներկա հայտնիների բազմազանությամբ։ Հարսանեկան արարողությանը մասնակցել են ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային ոլորտի հայտնի դեմքեր։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները, որդին Աշոտ Փաշինյանը, դուստրը Մարիամ Փաշինյանը, կինը Աննա Հակոբյանը և նրա եղբայրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ակտիվ մասնակցում պարերին, իսկ Մարիամ Փաշինյանը պարում իր քեռու հետ։ Վերջին զանգը հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական կազմը, այդ թվում սցենարիստ Դիանա Գրիգորյանը, դերասանուհիներ Ռոզա Դավթյանը, Իրինա Հարությունյանը, Աիդա Կարապետյանը, Լիլիթ Ավդալյանը, Անի Մեհրաբյանը, դերասան Ռաֆ Հակոբյանը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը շարունակվել է Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։ Զույգը նախորդ տարի արդեն գրանցել էր իրենց ամուսնությունը, իսկ այսօր ստացան Աստծո օրհնությունը։ Այս հարսանիքը ոչ միայն գեղեցիկ արարողություն էր, այլև միավորեց տարբեր ոլորտների հայտնի մարդկանց, ստեղծելով ջերմ և անմոռանալի մթնոլորտ։ Երեկ տեղի ունեցավ Armenia TV-ի վերջին զանգը հեռուստասերիալի գլխավոր կերպարներից Հենրիին մարմնավորող դերասան Լևոն Մկրտչյանի ու նրա սիրելի ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունը։ Նրանք խորանի առաջ միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։ Զույգի ամուսնության մասին հայտնի էր դարձել վերջերս, իսկ այսօր նրանք իրենց միությունը նշեցին հարսանիքով։ Հարսնացուն իր կարևոր օրվա համար ընտրել էր յուրահատուկ հարսանեկան փետրավոր զգեստ։ Նշենք, որ զգեստի հեղինակը Գաբաջյանն էր։ Վարսահարդարումն ու դիմահարդարումը ևս եթերային ոճով էին՝ թեթև ալիքավոր վարսեր և նյուդ երանգի դիմահարդարում։ Փեսացուն ավանդական ոճում է սպիտակ վերնաշապիկ, սև կոստյում և թիթեռնիկ պարանոցին։ Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքը գերազանցեց բոլոր սպասումները։ Շքեղ արարողություն, որին ներկա էին ոչ միայն մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այլև քաղաքական վերնախավի կարևոր դեմքեր։ Այն արժանացավ հանրության լայն ուշադրությանը։ Ամենաշատ քննարկումները վերաբերեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների ներկայությունը հարսանիքին, ինչն էլ բուռն շահարկումների պատճառ դարձավ։ Հարսանյաց հանդիսության ընթացքում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ դարձավ, որ Փաշինյանի ողջ ընտանիքը ներկա է հարսանեկան արարողությանը։ Հրաչյա Հակոբյանն, ով Աննա Հակոբյանի եղբայրն է, հրապարակել էր տեսանյութեր ու լուսանկարներ Ինստագրամի իր էջում, որտեղից պարզ էր դառնում, որ նա իր քրոջ դստեր Մարիամ Փաշինյանի հետ լավ ժամանակ է անցկացնում։ Նրանք ամբողջ ընթացքում միասին պարում ու ուրախանում էին։ Հասարակության ուշադրությունն առավել սրվեց, երբ բացահայտվեց, որ Լևոն Մկրտչյանի քույրն ամուսնացած է քաղաքացիական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ։ Այս տեղեկությունը սոցցանցերում գրեթե անմիջապես սկսեց բուռն քննարկումներ առաջացնել։ Արդյոք իրականում Հակոբյաններն ազգակցական կապ ունեն Աննա Հակոբյանի և ընդհանրապես Փաշինյանի ընտանիքի հետ։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Էդգար Հակոբյանը լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել էր նման կապերի գոյությունը, ասելով, որ վերջին օրերին բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված ու դա սուտ է։ Իմ ազգանունը Հակոբյան է և դա չի նշանակում, որ մենք բարեկամներ ենք։ Սակայն հարսանիքի ընթացքում տեղի ունեցածը հակառակն էր վկայում։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամների ջերմ ներկայությունը, Մարիամ Փաշինյանի և Աշոտ Փաշինյանի ակտիվ մասնակցությունն ու ամենակարևորը՝ ներքին շփման տեսարաններն արդեն չեն թողնում կասկածի տեղ։ Հարսանեկան սրահում կադրեր են հայտնվել նաև, որտեղ Աննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորում է նորապսակներին, իսկ վարչապետի ընտանիքին մերձ կանգնած հյուրերը շատ հստակ ընդգծում են այս միությունն իրենց համար նույնպես առանձնահատուկ կարևորություն ունի։ Այս ամենը հասարակության մեջ տարատեսակ կարծիքների տեղիք տվեց։ Մի մասը խոսում է քաղաքական կապերի հնարավոր ազդեցության մասին Լևոն Մկրտչյանի կարիերայի, հայտնիության և հանրային ներկայության վրա, իսկ մյուսները պնդում
համարում են, սա պարզապես սիրո պատմություն է, որը բերում է նաև նոր կապեր։ Բայց ինչ էլ լինի, ակնհայտ է, այս հարսանիքը վաղուց դուրս է եկել միայն մշակույթի կամ շոու բիզնեսի շրջանակներից, այն դարձել է հետաքրքրության նոր կենտրոն, որտեղ խառնվում են արվեստն ու քաղաքականությունը, ընտանիքն ու պետական պաշտոնները, սերը և հանրային շահը։ Իսկ Լևոն Մկրտչյանն ու Էվելինան, ինչպես նաև նրանց մտերիմ շրջապատը, վաղուց հայտնվել են մեծ ուշադրության կենտրոնում ոչ միայն իրենց հմայքով, այլև բարդ ու չհերկվող կապերով։